Նոյեմբերի 16-ին գնահատական համարժեք Պարոն Սիմոնյան, բարև ձեզ։ Թողեք։ Ինչ եմ անում։ Գոհ եք արդյունքներից, հայտարարել էիք, որ հրապարակը բազմամարդ կլինի, սակայն կարծես թե մարդ չկար հավաքված հրապարակում։ Այլ արի մի հատ լսենց նայտես ուրա հասնում է հրապարակի մարդիկ։ Հրապարակը չէին, այստեղ են։ Հանգիստ։ Այս ժամը ասեին մարդ, այստեղ էիք հրավիրել։ 17-րդ։ Չեք, հարցը ինչումն է, հարց։ Նկատի ունենք քիչ չէ ձեր համակիները, մտածում եք, որ պետք է հրապարակ։ Նկատի ունեմ երկու օր մնաց կտեսնենք, հա, ով է քիչ ով է շատ։ Դուք վստահ եք, որ հաղթանակը ձերն է լինելու։ Այո, վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու։ Սիմոնյան ռեսուրսի կիրառումը, պարոն Սիմոնյան։ Բացառում եմ վարչական ռեսուրսի կիրառումը։ Մենք արդեն ուսուցիչների ենք այստեղ հանդիպել, որոնք այդքան էլ տեղյակ չէին, թե ինչու են այստեղ։ Նկարեք եւ ցուցադրեք եւ մենք կպարզենք միասին, թե ովքեր են եւ ով է կազմակերպել։ Դպրոցի ուսուցչական կոլեկտիվ էր այստեղ։ Հարցրեց, ասեմ նկարեք, ցուցադրեք եւ մենք կպարզենք, թե եթե նման բան կա, թե որ դե բա ինչ եք հիմա ինձ ուզում։ Տեղյակ եք որ նման։ Չէ, ձեզնից տեղյակ իմացա, ես ձեզ վստահում եմ, ասեցիք, ես ասի։ Որ դուք ամեն ինչ մամուլից եք իմանում։ Այսինքն նոր ասում ստեղ մարդ ենք նկարել, ես որտեղից պետք է դա իմանայի ձեզանից անձամբ։ Եթե զանգեք, ասեք կիմանամ։ Պարոն Սիմոնյան, պաշտպանության նախարարը այստեղ դեմքեր են մասնակցում քարոզարշավին։ Այս վարչական ռեսուրսի չարաշահման մասին չի խոսում։ Ոչինչ որ պաշտպանության նախարարը վարչության անդամ է եւ նախկին վարչության տեղակալ առնվազն։ Նիկոլ Փաշինյանը ինչու է այստեղ չի աջակցում։ Աջակցում է։ Եվ գտելա ճիշտ որ չպետք է գա եւ չի եկել այլ գործերի պատճառով։ Այսինքն ենթադրում եք որ կարող է ինչ-որ տեխնացու լինի, որին որ վարչությունը եւ վարչության նախագահը կամ վարչապետը չաջակցի եւ լինի մեր տեխնացու։ Այլ խնդիր կա, պարոն Սիմոնյան, ասում են Արգիշտի Մեխակյանի վարկանիշը հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով ընկնում է։ Վաղաշաբաթում գիտեն որ Փաշինյանը։ Լսեք, ուրեմն այնքան բան, այնքան մարդու մասին ասում են իմ մասին, ասում են լրագրողների մասին, ասում են բոլոր կայքերի մասին։ Հիմա եթե ես սկսեմ օրինակ մեջահաբից խոսել, չգիտեմ, Free News-ից խոսել, Civic-ից եւ մնացածը նույնիսկ բան չունեն, ուր կետա կասնի։ Դուք լրագրող եք եւ եկեք ինձ հարցեր տվեք, որպեսզի մարդկանց դուսաբանենք այն հարցեր, որոնց իրանց հետաքրքիր է։ Ասում են, այ դա թող խոհանոցում քննարկեն, չգիտեմ ինչ որ զրուցարաններում քննարկեն։ Ես լսել եմ հետեւյալ խոսակցությունը։ Քիչ առաջ ինձ իմ ընկերներից մեկը ուղարկել է վերջին հարցումները մի կազմակերպության, հեսա բացենք իրար հետ նայենք, հա։ Կազմակերպության անունը հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ, որը որ գործում է 2002 թվականից եւ այս հարցումներով ես գոհ եմ։ Շնորհակալություն։ Այսինքն կարեկից ընկերների չհասկացին քաղաքական։ Իսկ դուք տեսակ իմ մոտ մի րոպե, իսկ դուք տեսակ ոչ թե 52%։ Դուք մամուլից եք ամեն ինչ իմանում, ինձնից եք ամեն ինչ իմանում։ Իսկ դուք ո՞ր մամուլն եք ներկայացնում։ Դուք ո՞ր լրատվամիջոցն եք։ Հա իհարկե, բայց իմանամ ում հետ եմ խոսում։ Դուք գիտեք, չէ՞ դուք ում հետ եք խոսում։ Դուք ես ում հետ եմ։ Անաջան, ո՞ր լրատվամիջոցն եք։ Երևան Today։ Հա, շատ հաճելի է։ Եկեք ձեզ ցույց տամ, նաև Քոչարյանին ցույց կտակ այս հարցումների բաները։ Դուք պարոն Փաշինյանին ցույց տվեք։ Ան Փաշինյանը տեսնում ա, դուք մի անանք։ Անգե